Սկզբում խնդրեմ անդրադառնաք Ռազմիկ Մկրտչյանի կալանավորմանը, քանի որ դուք նաև Շենգավիթի տարածքային կառույցից եք եւ ըստ տարածվող տեղեկատվությունների Ռազմիկ Մկրտչյանը վատ էր խոսում տարածքային կառույցի անդամների, ինչպես նաև ՔՊԱ-ական падգամավորների հետ եւ ընդհանրապես դուք որևէ տեղեկատվություն ունեք այն տարածվող լուրերի վերաբերյալ, որ Մկրտչյանը ծեծի է ենթարկել Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարին։ Տիգրան Մակարյան բարձր։ Այո, Տիգրան Մակարյան։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, ես Շենգավիթ տարածքային խորհրդի անդամ եմ, որի խորհրդի անդամ էր նաև Ռազմիկ Մկրտչյանը։ Ուղղակի խորհրդի անդամ է նաև Ռազմիկ Մկրտչյանը։ Կթողնեք պատասխանեմ, չէ։ Ահա։ Ուրեմն, այո, միջադեպ եղել է եւ որի արդյունքում կրկին միջադեպ եղել խորհրդի նախագահի հետ, Տիգրան Մակարյանի հետ եւ իհարկե որի արդյունքում որի հետևանքները արդեն դուք գիտեք, կալանավորումը, ձերբակալությունը եւ պաշտոնական հաղորդագրությունը դրա վերաբերյալ դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քրեական վարույթ է, այսինքն նախաձեռնվել եւ դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել այս բանը։ Պատճառը ինչն է եղել։ Անձնական ինչ-որ հարաբերությունների լարվածություն կա, աշխատանքային։ Չէ, աշխատանքային։ Անձնական լարվածություն չէ, աշխատանքային։ Քանդելու հետ։ Չեմ կարող ասել, բայց բավականին շատ մարդիկ են եղել, ում ես չեմ ճանաչում։ Մեկ տասնյակի անցնող։ Դե մոտավորապես մեկ տասնյակի կլիներ։ Ես դատապարտում եմ բռնությունը։ Ես կողմնակից եմ երկխոսության, ցանկացած բռնություն, ով ուզում է այդ բռնությունը կատարի, ես դատապարտում եմ։ Իսկ Տիգրան Մարկարյանի բռնությունն եք դատապարտում, եւ ինչու նա կալանավորված չէ, եթե այդպես է։ Այդ հարցը ինձ պիտի չտաք, որտեվ այդ հարցով ես չեմ զբաղվում։ Ես գիտեմ, որ Տիգրան Մարկարյանը աշխատանքից հեռացել է, այո։ Եվ կա ինչ-որ գործ եւս հարուցված, որքան ես գիտեմ։ Մի քիչ ստեղ տարբերությունը այն է, որ ոչ, դրան նախորդող բոլորս տեսանք, ինչպիսի թաղապետարանում, ինչպիսի շոու էր մականացրել տվյալ անձնավորությունը, ոչ չի արդարացնում։ Այդ հարցերը տվեք համապատասխան մարմիններին, ես Երևան քաղաքի ավականու անդամ եմ, ես բռնող, բաց թողող կամ քաղաքական գնահատականը սենա, որ ես դեմ եմ բռնությանը, ցանկացած դրսևորումների։ Հարաբերություններ է եղել։ Ուզում ենք հասկանանք ԿՊ-ում աշխատակային հարաբերություններն ավարտվում են բռնցքներով։ Ոչ։ Մի դեպքը դա չի նշանակում, որ ամբողջ ԿՊ-ում Դե ժողովուրդ ջան, հիմա հարուցված է գործ, թող իրավապահ մարմինները քննեն եւ եզրակացություն տալ։ Իհարկե կհարուցվեր, որովհետեւ մենք ով Ես չգիտեմ։ Նորից եմ ասում, դիմեք իրավապահ մարմիններին, ես Երևան քաղաքի ավականու անդամ եմ եւ իմ գործառույթների մեջ չի մտնում այդ մանրամասների մեջ խորանալ։ Իրավապահներ դուք ավելի անկաշկանդ եք ու հիմա ձեզ տեսնում ենք, նրանց այդքան էլ չենք տեսնում, որ դիմենք։ Օրինակ քննչական կոմիտեի նախագահին։ Դե դա արդեն ձեր խնդիրն է։ Խոճուճ պատասխաններ են տալիս չենք հասկանում, դրա համար ձեզ ենք Նես չի, որ ես գնամ հարցնեմ, ինձ խոճուճ պատասխաններ չեն տա։ Տիկին Վարդանյան, դուք կիսում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը եւ այն բոլոր գրառումների բովանդակությունները, որոնք վերաբերում են հայ առաքելական եկեղեցուն եւ եկեղեցու սպասավորներին, այն բառամթերքը, որը կիրառում է Նիկոլ Փաշինյանը, թիրախավորումը, որը իրականացվում է իշխանության կողմից դեպի եկեղեցին։ Ես կիսում եմ այն ամենը, այն բոլոր տեսակետները, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է ասում, բայց այստեղ մի մտքի հետ ու շատ կարևոր մտքի հետ ես համաձայն չեմ, որ վարչապետը չի թիրախավորում հայ առաքելական եկեղեցին, այլ թիրախավորում է իր խոսքով
կոնկրետ հարցադրում է անում եկեղեցին զավթած, սրբապիղծ վերնախավին, ովքեր որ հստակ պատասխան է հնչում, արդյոք կաթողիկոսը, այսինքն Կտրիչ Ներսիսյանը ունի կին եւ երեխա, թե ոչ։ Ու գիտեք, որ դրա պատասխանը չի տրվել, այն պահից, երբ որ եկեղեցին մտել է քաղաքական դաշտ, այն պահից, երբ որ եկեղեցին քաղաքական հայտարարություններ է անում, պիտակավորում է երկրի ղեկավարին, այն մարդկանց, այն ամբողջ թիմին, այն ժողովրդին, որ ընտրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այն պահից, երբ որ եկեղեցականները ցույցեր են կազմակերպում եւ բազմաթիվ այլ ակցիաներ են փողոցում իրականացնում, իհարկե նրանց պետք է քաղաքական գնահատական տալ, նրանց կատարած այդ իմ համար հակապետական, հակահայկական գործունեությանը, բայց եկեղեցում ոչ ոք չի պիտակավորում, այլ ընդհակառակը 18 թվականին զավթած պետությունը վերադարձվել է ժողովրդին, հիմա ժամանակն է, որ զարթված եկեղեցին Չուլանա մի րոպե, դուք գնացել եք եկեղեցիները, այո, դուք տեսել եք, դուք գնացել եք եկեղեցիները, բազմաթիվ նկարներ կան, որ անպագորգոր հայտարարություն ես չեմ անում, կան շատ եկեղեցիների տեսարաններ նկարված, որտեղ օրինակ Աննա եկեղեցին, Սուրբ Աննա եկեղեցին, Չուլանացված չի, շատ այլ եկեղեցիներ կան, դուք տեսել եք նկարներ այդ եկեղեցիների, համացանցում տեղադրված են նկարները։ Եկեղեցին չի չուլանացված, այլ եկեղեցու մոտ կան տարածքներ, հենց եկեղեցու մեջ էլ, եկեղեցու դուրսն էլ, որ չուլանի ա վերածված։ Ես որպես հավատավոր քրիստոնյա եւ որպես հայրենասեր անձնավորություն այնքան բան եմ արել եւ այնքան բան եմ անում, որ այս մեկն էլ կանեմ։ Տիկին Վարդան, դուք որպես պարկեշտի նորմալ եք։ Երբ որ ես կգնամ, ես վստահեցնում եմ, որ հայտարարություն կտարածեմ եւ կարող եք գալ տեսնել։ Ես ոչ մի որ եկեղեցին էլ որ պատահի համար նշանակություն չունի, որ եկեղեցին, ես ընդհանրապես խնդիր չեմ տեսնում իմ երկիրը, իմ քաղաքը մաքրելու մեջ։ Տիկին Վարդան, հələ եկեղեցի մի կողմ։ Դուք որպես պարկեշտին ձեզ լավ է նշանակում որպես պարկեշտին։ Մի քիչ հարց չի, ես լավ արձանագրում եմ, ամեն մեկը բախ չի ունենում, էլի դա արձանագրման արժանանա իմ կողմից։ Հիմա դուք որպես լրիվ լավ իմաստով եմ ասում, դրական, որպես պարկեշտ կին հայ քրիստոնյա, մայր երևի չգիտեմ, խոսքով։ Մայր եւ տատիկ առավելևս։ Ոնց եք, ինչ եք զգում, երբ որ կարդում եք Նիկոլ Փաշինյանի այդ գրառումները։ Կներեք պիտի ուղեղցի տեմ, որ ասում է Սրբազան գնա քերոտ կնգան Դոմպիր։ Օրինակ դուք այդ բառը որ կարդում եք, ինչ եք զգում։ Ես օրինակ այդ բառին, երբ որ տարիներ շարունակ հեռուստատեսությունով բազմաթիվ սերիալներում, բազմաթիվ Փաշինյանի նախին թիմակից Մայիկ Մարությանը օգտագործել։ Մի րոպե, կարևոր չի ով է օգտագործում։ Երբ որ հեռուստատեսությամբ նման արտահայտություններ հնչում են, դուք ինչպես եք դրան վերաբերվում։ Երկրի ղեկավարը ուղիղ գնահատական է տվել, ես դա հայհոյանք չեմ համարում, ուղիղ գնահատական է տվել այն ամենին, ինչ որ նրանք անում են։ Ես դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Ձեր թիմակիցները այդ թվում երկրի ամենաբարձր պաշտոնյայի շուրթերից լեգիտիմացվում է հայհոյանքը, մտնում է մեր տուն, մեր տաները, մեր առօրյա, մեր կենցաղ, մամուլ։ Տեսնում եք հիմա այդ բանը։ Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև շարժում է իրականացնում։ Այդ ոնց է կրթվում, որ հայհոյանքին սովորեցնում եք։ Ուրեմն տեսեք, կան իրավիճակներ, որ պիտի այն բառապաշարով խոսած, որ քեզ լսեն, որ դու դառնաս լսելի։ Կներեք, Նիկոլ Փաշինյանը հազարավոր հետևորդներ ունի եւ ինքը ինչ էլ որ մի թափով որ փռշտել Facebook-ում, բոլորը տեսնում են, լայքում են ավտոմատ առանց հասկանալ շատ դեպքերում, սրտիկ են դնում, չգիտեմ, դուք դրել եք օրինակ այդ հայոյանքն սրտիկ թե ոչ։ Ոչ միայն դրել եմ, նաեւ կիսվել եմ իմ էջում։ Այսինքն որտեղ ես համաձայն եմ այդ կարծիքի հետ։ Ձեզ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն եք, որ երկրի ղեկավարը ձեզ ոչ թե պետք է հետաքրքրի
Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունը, այլ օրինակ ինչի չեք գնում եւ հարց տալիս, իսկ ինչի չեք հարց տալիս, թե ինչի համար է նա դա այդ արտահայտությունը արել, ինչի ձեզ չի հետաքրքրում եկեղեցին զավթած անձնավորություն, այդ հարցը տվել եք, ի վերջո ինքը պատասխան տա, եկեղեցի զավթած անձնավորություններ, թող պատասխան տա, արդյոք նրանք սրբապղծությամբ զբաղվում են, թե չէ։ Իսկ երբ որ Փաշինյանը վեհապարեց սելֆի իրանում ասում է ես եւ վեհապար հայրապետը, այդ ժամանակ չգիտեր որ սրբապղծ է։ Այս ժամանակ գուցե գիտեր, գուցե չգիտեր, ես չեմ որ պետք է Նիկոլ Փաշինյանի ասածներին ինչ որ Այսինքն այլ նախկինների Թալանի թեզը չի աշխատում, հիմա անցանք եկեղեցուն։ Անցանք եկեղեցուն, որտեղ եկեղեցին եւս պետք է մաքրվի։ Ձեր իշխանություն չպետք է մաքրվի, ձեր շարքերը մաքրվելու կարիք չունեն։ Օրինակ ձեր թիմակիցների մեջ մարդիկ այս անունները ինձ ուղղակի թույլ չեմ տա ասել։ Մարդիկ կան, որոնք որ իրենց ամուսնական ուխտնել են խախտում, մնացած ուխտնել են խախտում, բոլոր հնարավոր դրսևորումները խախտում են։ Բնության ուխտնել են խախտում, բնությունից տված բանը, կին տղամարդին, ամուսինն։ Ես նման գնահատական չեմ տալու ու չեմ կարծում, որ դա համեմատելու ինչ որ բան է, այն ինչ որ սովորական անձնավորությունն է անում, ինչ որ անում է կաթողիկոսը, ով որ դրժում է երթումները, որ նա տվել է Աստծո առաջ։ Ուրեմն ես չգիտեմ, դուք հիմա անլուրջ հարցեր եք տալիս, Չէ, որտեղից է իմացել, որ ես չգիտեմ։ Ուրեմն ունի համապատասխան հենց մարմինների կողմից տված գուցե եւ նաեւ ունի ապացույցներ, բայց մի րոպե, ես ոչ մեկի չեմ բացահայտել եւ այլ որ կաթողիկոսը ունի երեխաներ եւ ինչպիսի կյանք է սրբապիղծ կյանք է վարում, դրա մասին բոլորը գիտեն։ Դրա մասին բոլորն են խոսում։ Շատ իշխանավորների մասին էլ են այդպես ասում, նախկին իշխանավորներին մի համեմատեք եկեղեցու այն մարդկանց հետ։ Մակետիկի Վարդանյան, այստեղ հարցը այն է, որ ձեր իշխանության օրոք շատ բարձր պաշտոն է զբաղեցրել մի անձնավորություն, որի մասին եւս խոսում են, որ նա սրբազանի զավակ է։ Այսինքն ուխտը խախտած մարդու անձնավորության զավակ է։ Հիմա որտեղ է արդարությունը։ Ասենք զավակն է պաշտոնը զբաղեցրել, ես չգիտեմ ճիշտն ասած ում զավակն է կամ ում մասին է խոսքը, կամ դուք ինչ ապացույցներ ունեք, ամեն դեպքում ես որքան գիտեմ, նաև Կտրիչ Ներսիսյանի աղջիկն է ինչ որ տեղ աշխատում, բայց հիմա նրանց զավակների մասին չի խոսքը, նրանց կատարած սրբապղծության մասին է։ Ես ուղիղ ասեմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քարամյանին նշանակում էր քննչական կոմիտեի իրավապահ շատ կարևոր կառույցի նախագահ, ինքը այդ ժամանակ չէր ճշտել օրինակ ինքը ում զավակն է, որտեղ հարցրել են ուղիղ չի պատասխանել։ Ինքը չգիտեր որ Նիկոլ Փաշինյանի զավակն է, որը Քարամյանին ուղիղ այդ հարցը ինձ մի ուղիղ, որտեղ նշանակում է ես չեմ արել եւ դա իմ պարտականությունների մեջ չմտնում, որպես թիմակից դες հետաքրքիր է օրինակ ձեր նախկին նշանակած քննչական կոմիտեի ղեկավարը։ Ես իմ թիմի ղեկավարի նշանակումները չեմ քննարկում։ Հենց այդպես։ Ոչ, Տեր Աստված չի, որովհետև դա իր պարտականությունն է, իր աշխատանքն է, ինքը լավագույնս գիտի, ում որ պաշտոնի նշանակի։ Իմ համար այո։ Բա ոնց եղավ որ 5 տարածը տնօրեն փոխեց, հերթով ասավ դե սխալվել է։ Այդ ինչի՞ց է որ դա աշխատանքային process է, աշխատանքային process է, մարդը աշխատում է, մարդը չի, ով է կալանավորում, Փաշինյանի հրանգով չէ կալանավորվում, ով է կալանավորվում, մի րոպե, Սամվել Կարապետյանը ինչ հայտարարություն արել, Սամվել Կարապետյանը, որքան ես գիտեմ, ինքը Ռուսաստանի քաղաքացի է եւ Սամվել Կարապետյանը եկել է, բոլորը շատ լավ գիտենք, որ ուժերի կողմից է ուղարկված, շատ լավ գիտենք, բաց ինչի պիտի վախենա։ Բայց Սամվել Կարապետյանը ով է, որ ԿՊՆ-ն էլ վախենա, շատ կներեք։ Սամվել Կարապետյանը այդ հսկա կարողության դեր մարդն է։ Հետո ինչ անենք, ոչ մեկ բարերար լինի, շատ գործարած լինի, պետությունից առավել, ոչ ոք չկա, պետության հետ շանտաժի լեզվով ոչ ոք չի կարող խոսել, պետության, դե ես չգիտեմ, ուրեմն ինչ-որ բան արել է, ինչ-որ մի բան արել է, ուրեմն, որ դրա համար նրան ձերբակալել են։
մի բան հարցեմ, մի ճշտ եմ ձեր խոսքից։ Դուք ասացիք, մենք գիտենք, որ ուժերի կողմից է ուղարկված։ Որ ուժերի եւ երկրորդ Սամվել Կարապետյանը փոքր երեխա է, որ երկրից որ եկել է, այդ կողմից է, որ երկրի քաղաքացի է, որ երկրից էլ ուղարկված է։ Դուք շատ լավ գիտեք, Մատվեենկո երկրից, որին Ալեն Սիմոնյանը այստեղ ջեմ դիմավորեց, հա։ Ալեն Սիմոնյանը դիմավորեց, դա իր գործնական հարաբերություններն է, ոնց պետք է դիմավորել, շատ նորմալ դիմավորել է։ Թե ինչ է ասել, ես չգիտեմ։ Ռուսաստանից, այդ եմ ասում, Ռուսաստանն է ակնարկում։ Տիկին Վարդանյան, անդրադառնալով Վերջի հարցը խնդրում եմ քաղաքային խնդիրներին, օրակարգային մեկ թեմա շարունակում է մնալ Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած գծանշումները, փոփոխությունները, երթևեկության վերաբերյալ, որոնք առանձնացվել են ավտոբուսի համար, մեջտեղի գոտին եւ ավտոբուսը օրինակ կանգառ կատարելու համար պետք է վերադասավորվի գա աջ գոտի, որը հավելյալ խցանում է առաջացնում։ Սա է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային բարեփոխումը։ Տրանսպորտային բարեփոխումների մեջ է նաև մտնում հենց երթևեկության փոփոխությունները։ Գիտեք, որ հենց քաղաքի կառուցվածքը, ճարտարապետությունը հարմարավետ չէ, այսինքն նախատեսված չեն մեր փողոցները այդքան մեքենաների, ավտոբուսների համար, եւ լավագույնս տարբերակներն է մշակվում